պետք է մտածեմ։ Այդ երեխուն փաստի առաջ են կանգնեցրել Գոր, հասկանում ես։ Մամ, Մանեն շատ ինքնուրույն աղջիկ է։ Մանեին ոչ ոք ոչ մի բան չի կարող ստիպի, համոզի, եթե ինքը չուզենա ոչ մի բան չի անի։ Ոչ մի բան։ Ես իմ աչքի տեսածն եմ ասում Գոր։ Այդ երեխան արցունքն աչքերին եկել էր ստեղ։ Եկել էր ու ասում էր, որ չի ուզում գնա տուն։ Ուզում է մնա ստեղ։ Ասում էր ուզում եմ մնամ իմ Գորի տանը։ Իմ Գորի։ Ու ես ուրախ էի, հա։ Ես համաձայն էի։ Ես ուզում էի, որ ինքը մնա։ Դու գիտես ես Մանեին ոնց եմ սիրում։ Քո դեպքից հետո ես ավելի էի կապվել այդ երեխու հետ։ Ախր ինքը իմ տղու սիրած աղջիկն էր։ Ես Մանեի մեջ քեզ էի տեսնում, Գոր։ Ու ամեն անգամ, երբ Մանեն գալիս էր, ինձ թվում էր, որ դու էլ ուր որա կգաս, հասկանում ես։ Ես սրտիս խորքում սպասում էի քեզ։ Գիտես, ես երևի զգում էի, որ դու կաս, որ դու ապրում ես, բայց չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իմ հետ։ Ու ամեն անգամ, երբ Մանեին տեսնում էի ու ստեղ էր լինում Մանեն, ինձ թվում էր, որ դու էլ կիչն ես դիրքերից։ Մանեն իմ տղու կեսն էր, հասկանում ես, իմ տղու սիրած աղջիկը։ Գոր, ես չգիտեմ ինչ ա եղել, ես չգիտեմ ոնց ա եղել, ստիպել են այդ երեխուն, թե համոզել են, բայց այն, որ ինքը իր կամքին հակառակ ա գնացել այդ քայլի, դա հաստատ ա։ Գոր, մենակ թե երեխես չի հիասթափվի, Աստված իմ դու ուղղորդի իմ երեխուն աղաչում եմ, թող հանդիպի Մանեին ու հասկանան իրար, մի բաժանի սիրող սրտերը, իրանք իրավունք ունեն վայելելու իրանց սերը, իրավունք ունեն երջանիկ լինելու, իմ տղեն դժողքից ա եկել, խղճա երեխուս։ Գժվել ես, դու հասկանում ես ինչ արեցիր։ Ինչ արեցի։ Ժամադրեցի իմ լավագույն ընկերուհուն աղբորս լավագույն ընկերոջ հետ, ինչ կա տեղ։ Որ ինչ։ Որեն կհանդիպեք, հետո կամուսնանաք։ Էմիլը քեզ տեսավ, ոտերը թուլացավ։ SMS արագրի թող չկա։ Չէիր ուզում, տեղում ասեիր, կներեք, բայց ես համաձայն չեմ։ Լուր նստել էիր, իսկ լռությունը համաձայնության նշան է, դետկա։ Դե դուք ամենչն ենց հավեսով կազմակերպեցիք, ինձ թվաց խոսքը իմ մասին չի։ Ես թափանցիկ եմ, չեմ երևում։ Իսկ մենք հակառակն էինք հասկանում։ Քանի որ դու համեստ հարցի պես նստած էիր, մեզ թվաց, որ քեզ դուր ա գալիս այն ինչ որ մենք խոսում ենք։ Զանգի ասա թող չգա։ Գժվել ես։ Եթե ես գրեմ, ինքը կմտածի, որ ես չեմ ուզում, որ ինքը գա։ Մի քիչ սիրուն չի ստացվի, համել ինչ կլինի, որ իր հետ գնաս դուրս։ Չեմ ուզում։ Կլինի այդ չեմ ուզումը ասես Էմիլի դեմքին։ Բայց ինչի իզուր կա հասնի ստեղ։ Որ քո բերանից լսի չեմ ուզումը։ Ու ամպերից իջնի ներքև, որովհետև ինքը մենակ գիտի, որ աղջիկները չէ ասել չգիտեն, մենակ հա են ասում։ Լավ էլի։ Բան եմ ասում։ Ուրեմն ես առաջինը կլինեմ։ Ուզում եմ Էմիլի դեմքը տեսնեմ։ Սպասի կտեսնես։ Դե լսի քեզ ինչ եմ ասում։ Հենց դու Էմիլին տենաս, քո չեն հայ է դառնալու։ Այդ տղեն հայի մագնիս ունի։ Ես չգիտեմ այդ տղեն ինչ անում, բայց աղջիկները չտառը մոռանում են։ Իմ հարցում ոչ մի բանի չի հասնի։ Կտեսնենք։ Կտեսնենք։ Տնես մաման ուր հասավ։ Մամա դեռ ինքնաթիռի մեջ է։ Հեսա մի 4 ժամից կհասնի լոս ու կսկսվի մամայի դաժան կյանքը։ Ինչի։ Դե էս մոլից այն մոլը, այն բրենդային խանութից մյուս բրենդային խանութը, իսկ հետո հոգնած ներվային կգնա տուն։ Այս ինչի եկանք ձեր տուն։ Տուն պիտի մտնեմ մի քանի բան կա վերցնելու։ Քո պասպորտը քո մոտ է։ Քո մոտ է։ Հա, ճիշտ է։ Չես գալիս դու։ Չէ, ես քեզ տեղ կսպասեմ։ Դե 2 րոպեից կգամ։ Մաշա ջան, սա վերցրու, սա էլ էս իմն է։ Շնորհակալ եմ շատ Արթուր ջան։ Բա ինչի համար։ Գիտես էլ չասեմ։ Դե ուրեմն դու էլ գիտես, թե ես քեզ ինչի համար եմ շնորհակալ։ Դե լավ։ Գնա չուշացնեմ,
Մենք ոնց է չլինի կհանդիպենք։ Հա, ինձ թվում է մենք հաճախ կհանդիպենք։ Ճիշտ էլ թվում է։ Արդեն գիտեմ քեզ որտեղ գտնեմ։ Վաղը նույն ժամին Չինգաչունգի բաժնում։ Շատ լավ։ Գնացինք։ Ես արդեն սենց, հա։ Դուրս գրվանք մոռացանք իրար։ Չէ, ինչ մոռանալ։ Դու էլ հո չասիր։ Մի տեսակ ես։ Հա, կա տենց բան։ Իմացա։ Մաշային կարոտել է աղբերս։ Դու այ աղբեր գլուխս այնքան խառնա։ Բայց հա, կարոտել եմ։ Բան է եղել։ Մի հատ շատ լավ բան է եղել աղբեր։ Բայց շատ լավ բան է այդ տոնով ես ասում։ Իմանա սովա եկե, ում եմ տեսել։ Հա ով է եկել։ Ում ես տեսել։ Կյանքում չես գուշակի։ Դե ասա։ Գոռը աղբեր, մեր գոռը։ Գոռը։ Որ գոռը։ Մեր գոռը աղբեր։ Ինչ ես ծխել, ինչ ես խոսում Արման ջան։ Դու լուրջ բան եմ ասում։ Գոռը ողջ է, գոռն էլ, Արամն էլ։ Չեմ հավատում ինգե։ Իրանց տնից եմ գալիս։ Չեմ հավատում ապեր։ Սպասի, մեր գոռը։ Սպասի, դու հիմա որտեղ ես։ Ու այդ ամեն ինչ նորմալ է Արման։ Մեր տան մոտերն եմ։ Բայց քեզ լուրջ բան եմ ասում, նոր հետն էի։ Սպասի գալիս է։ Ալեքս։ Վրազեմ լիլ ապուշ հարցեր չտաս։ Վայ, մանեն ուր ապուշ հարցեր չեմ տալի, լուրջ հարց եմ տալիս։ Հետ է սա։ Բարև ձեզ։ Կներես չնկատեցի, բարև։ Ալեքսն է, եղբայրս է, մի քիչ վայրենի է, բայց լավ երեխա է։ Շատ ուրախ եմ։ Մոնիկան է ընկերուհիս։ Ուրախ եմ Մոնիկա ջան։ Ուր ես գնում։ Ճամփորդուց։ Հա բայց ուր։ Ես որոշեցի ինչ կանեմ։ Ճանապարհին կասես։ Ճանապարհին դու ինձ կիչացնես։ Ես կգնամ։ Ուր ես գնալու։ Միտեղ կգնամ։ Ես էլ չեմ ուզում ձևացնել։ Երավ, ոնց ասես։ Մանես մտքիցս դուրս չի գալիս։ Չեմ կարողանում կենտրոնանալ։ Հավաքի քեզ։ Արմանի ցելունդա պետք։ Գիտեմ։ Հիմա մի բան կսարքեմ։ Դե ես էլ զանգեմ տեսնեմ ինչ եղավ։ Արմանս էս ամենի հետ չի հաշտվում։ Տղես չի հաշտվում։ Կհաշտվի Մայրամ, կհաշտվի։ Կյանքը այնպիսի բան է, երբեք չես իմանա ինչ կլինի։ Ժողովուրդը ճիշտ խոսք ունի։ Մենք որոշում ենք Աստված իր գործում անենց, ոնց որ ճիշտ է գտնում։ Գնա մի բան սարքի, այն երեխեն հիմա կգա։ Ինչ սարքեմ։ Ինձ ես հարցնում, հավաքի քեզ Մարիամ, սենց որ գնաց մենք մեր երեխուն չենք կարող օգնենք։ Ավելի ստապ է պետք մտածել։ Գիտեմ, բայց չի ստացվում։ Մեկ մտածում եմ, արդյոք ճիշտ արեցինք, միգուցե ճիշտ էր, որ գնայինք ու Մանեին հետ բերեինք։ Չգիտեմ։ Նորից մի սկսի, հա։ Գնա Մարիամ, հա, գնա։ Գնամ երևի կարտոֆիլ պատրաստեմ։ Մայոնեզով կուտենք։ Merci աղբերես։ Չես իշնում։
Չես իշնում ախպերս։ Քշի գնանք ախպերս։ Այս մի րոպե։ Քշի գնանք։ Ուր։ Եռաբլուր։ Եռաբլուր։ Հա, եռաբլուր։ Ստեղից չես դու։ Ինչի եմ ես քեզ առաջվա նման զգում։ Ինչի։ Ինձ թվում է քեզ տեսնելու եմ։ Ախ Աստված, ես ինչ է նշանակում։ Երկրորդ անգամ ես քեզ զգում եմ նենց, ոնց որ առաջ, երբ դու ողջ չէիր։ Մանե։ Ինչ ես մտածում։ Տարին եռաբլուր։ Հիմա։ Հենց հիմա։ Հիմա մենք քաղաքից դուրս ենք գալիս։ Այսօր չէ, հա։ Հենց հիմա ասեցի։ Ես քանի օր է գորի գերեզմանին չեմ գնացել։ Մանե։ Կամ դու ես ինձ տանում, կամ ես հենց այստեղ իջնում եմ ու գնում եմ մենակ։ Ախր մազերը թաց, սենց ոնց ես գնալու, կհիվանդանաս։ Բայց կարող է ես ուզում եմ հիվանդանամ։ Կարող է ես ուզում եմ հիվանդանամ ու մեռնեմ։ Չեմ հասկանում, տենց զզվելի է իմիտ, հա։ Արի չպատասխան։ Տար ինձ իմ գորի գերեզմանին։ Ես ահա որ կարապել եմ։ Դավ, մի պայմանով, բայց ես հիմա կմտնեմ խանութից ինչ-որ բան կառնեմ, գլխարկ կամ շարֆ։ Լավ։ Մեկը, ինչ ուզում ես արա։ Ինչ է ինձ թվում, որ դու ինձ անընդհատ ինչ-որ բանում փորձում ես մեղադրել։ Ես քեզ ոչ մի բանում չեմ մեղադրում։ Ես ինձ եմ մեղադրում։ Ու ամեն անցնող օրվա հետ ավելի շատ։ Ինչի համաձայնեց։ Դու լավ գիտես։ Իսկ ես ինչքան մտածում եմ, հասկանում եմ, որ դու օգտվեցիր առիթից ու իմ վիճակից։ Իսկ ինչ վիճակից եմ օգտվել, մանե։ Կասես իմ օգուտը որն է։ Երևի են որ ապրել քո հետ մի տան մեջ, քո հետ լինել, այդքան մոտիկ ու միևնույն ժամանակ այդքան հեռու, չէ՞։ Հա? Քեզ թվում է հեշտ է այդքան ինձ լսել է այդ նախադասությունը, որ դու ինչ ես սիրում, դու կորին ես սիրում։ Հեշտ է այդքանը։ Ես էլ սենց չեմ կարողանում։ Չեմ դիմանում։ Ես էլ եմ տանջում։ Ես էլ եմ քո պես տանջում, մանե։ Ինչ ես ուզում անեմ, ասա։ Ինչ ես ուզում ես անեմ, ասա կանեմ։ Ուզում ես հենց հիմա տանեմ ձեր տուն, ուր ես ուզում քեզ տանեմ, ասա։ Ինչ ես ուզում։ Դու լավ գիտես, որ ես մեր տանը այլևս տեղ չեմ։ Մեր տան դռները փակել են իմ առաջ։ Մանե, տես բան չկա, պապա դա ուղակի ասեց, որ իմ հետ գաս։ Դու որ հիմա գնաս ձեր տուն, համոզված եմ, որ պապատ քեզ գերկաբաց ընդունել։ Ես էլ մեր տուն չեմ գնա։ Երբեք չեմ գնա։ Մանե չի կարելի։ Ծնողներից նեղանալ չի կարելի։ Երբ որ քեզ չեն լսում, չեն տեսնում քո ցավը, հաշվի չեն առնում քո կարծիքը, քո փոխարեն են որոշում։ Որովհետև դու պիտի հասկանաս, որ ծնողներդ ուղակի ուզում են, որ դու երջանիկ լինես։ Ես էլ եմ ուզում։ Քեզ թվում է ես չեմ ուզում երջանիկ լինել։ Շատ եմ ուզում, բայց սրտս ուրիշ բան է զգում, ուրիշ բան է ուզում։ Ու ես մեռնում եմ սրտիս ամեն մի զարկի հետ։ Անտանելի կարոտել եմ գորին, բայց միևնույնն է դու դա չես հասկանում։ Մանե գոնա իմ մոտ տենց մի ասա։ Այն չեմ կարողանում։ Ես խեղդվում եմ, կորցրել եմ ինձ։ Խնդրում եմ քեզ, մի լաց։ Ես ասում եմ ոնց ուզես տենց կանենք։ Մենակ դու մի լաց, շփտա, հա։ Տար ինձ իմ գորի գերեզմանին։ Կարոտել եմ։ Տար։ Լավ, կտանեմ։ Արման։ Արման ջան, ես ինչ լավ նորություն ասիր, ախպերս։ Բա, ես ասացած նորությունը դեմքիդ արտահայտության հետ ընդհանրապես չի բռնում։ Ես ինչ դեմքի արտահայտություն ապեր։ Չհասկացա ապեր, կատակ է իրանում։ Չէ, ինչ կատակ, ինչ ես խոսում։ Գորնո Արամի իրոքից եկել է։ Բա, չհասկացա ուրախ չես։ Ուրախ եմ, ոնց ուրախ չեմ։ Ոնց կարամ ուրախ չլինեմ։ Բայց սենց դեմքով ուրախ մարդ մենակ ուժս կինոներում եմ տեսել ապեր։ Չգիտեմ, քրոջս մասին եմ մտածում։ Քրոջդ։ Չգիտեմ անեին ոնց ասեմ, որ գորը եկել է։ Որ իմանա հաստատ կգժվի։ Բայց մանեն Ալեքսի նշանածներ, չէ։ Հա։ Արման ջան, դու էլ թեմա ես գտել մտածելու։ Անհնար է, որ իրար սիրող մարդիկ իրար տեսնեն չվազեն իրար մոտ։ Իրանք այդ հարցը կկարգավորեն, դու հանգիստ ես։ Բա Ալեքսը։ Ալեքսը խիզ ամեն չէր։ Հիմա էլ թող մատանին հանի, որ ասի ապեր ջան, վերջ։ Այդքան բան։ Լավ, արի գնանք գորենստուն։ Ես նոր եմ ընդեղից եկել։
Ինչ կապ ունի, ես ուզում եմ այդ աղբորս տուն, չհասկացամ, քել, ընկի առաջ։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Արի ներս արի։ Գորը տանն է։ Չէ, տանը չի դուրս է եկել։ Լավ, ես հետո կգամ։ Չէ, արդեն եկել ես, արի։ Իսկ մոտը համար կա զանգեմ։ Չէ, հեռախոս չունի։ Լավ չի։ Բայց չեմ կարծում, որ կուշանա։ Արի գնանք ներս։ Դուք ինչ չեք հիշում։ Դեմքդ այնքան հարազատ է տղա ջան։ Ուղղակի անունդ չեմ հիշում։ Կներես, էլի գլուխս շատ խառն է։ Ես Գորի հետ եմ ծառայել։ Ձեր տուն շատ եմ եկել։ Չնայած ձեր տունով չի եկել ու ձեր ձեռքի հացը չի կերել։ Անուշ լինի բոլորին էլ։ Այնքան լավ եմ հիշում ձեր տունը։ Մեծ տուն էր։ Գորը ամեն շաբաթ կիրակի սարքում էր։ Հենց մի հատ ազատ ժամանակ էր ունենում, կպտում էր գործը։ Պապայիս կիսած թողածը պետքա վերջացնեմ։ Ուզում եմ ռեմոնտ անել, որ ամուսնանալ։ Տղա ջան։ Տղես այդքան սարքեց, որ թուրքը վայելի։ Չնայած դուրս գալուց առաջ իմ ձեռքերով բենզինը լցրեցի ու վառեցի այդ տունը։ Այս ձեռքերով վառեցի, որ գորիս քրտինքը թուրքը չվայելի։ Իզուր, մեկը մենք հետ ենք գնալու։ Ժամանակավոր է, բան եմ ասում։ Չեմ կարծում։ Հողը նորից կազատենք։ Ուղղակի տղեկն էին ափսոս։ Մեկ-մեկ հիշելուց արունը սառում է երեխաներինս։ Մարդիկ կինո են նկարում, թե ինչ են անում հերոսները։ Այդ կինո խրամատում էր։ Սերը խրամատում էր։ Աղբերները խրամատում էր։ Աղբերդ միշտ ասենց կոպիտ։ Աղբերս աշխարհի ամենալավ աղբերն է։ Ու ես իր համար գժվում եմ։ Համ էլ ինքը կոպիտ չի, ուղղակի շտապում էր։ Հասկացվեց։ Ոնց որ Էմիլն է, գիտես։ Տենց մի նայ, գնա բաց։ Լիլ, Էմիլ ջան։ Այս ուր է բանկերու հետ։ Հենա, Մոն քեզ հարցնող կա։ Լիլ, բայց դու էլ արի, էլի։ Չէ, ես չկա, մի դեպ ասեմ, ոնց որ Մոնիկան էլ չի ուզում գա։ Մոնիկա։ Կներեք, բայց ես տուն եմ գնում։ Բա ես էլ քեզ եկել եմ տուն տանեմ։ Մի անհանգստացի հարմար գներով կտանեմ։ Դե արագացրելավ շուտ արա, հետո հանդիպում ունեմ։ Դե ես գնացի։ Հասնես տուն կզանգես։ Չկասկածս անպայման կհասնի։ Ես ուզում եմ մենակ գնալ։ Ինչ ես ուզում մենակ գնաս։ Խնդրում եմ, ուզում եմ մենակ գնալ։ Ես ուզում եմ խոսել Գորի հետ։ Ու չեմ ուզում, որ որևէ մեկը այնտեղ լինի։ Հա, ես կգամ, չեմ մոտենա, հեռվում կկանեմ։ Ինչի համար։ Ուղղակի ուզում եմ հեռվից նայեմ քեզ։ Դրա կարիքը չկա, ես երկար չեմ մնալու։ Աղբերներ, տղեկ, ես ինչա, Եռաբլուրը քաղաք է դարձել, տղեկ ջան, աղբերներ ջան,
Դեքել գնացինք։ Տանտեղը գիտես։ Հա, ոնց չգիտեմ։ Ահա, շատ լավ է։ Արի այսօր մի գնա էլի։ Բայց ինչի։ Դե տղեն հոգնած է, կոմայից նորա դուս եկես, ինչքան ժամանակ կոմայի մեջ ա ելել, կողերը ցավում են, ջարդված ա եղել, թող հանգստանա վաղ կգնաս էլի։ Չէ, ապեր, ես այսօր եմ ուզում գնամ, ել չեմ դիմանում։ Կգնամ աղբորս մի հատ կգրկեմ ու կզանգեմ քեզ։ Դե ոնց գիտես։ Դե կապով, կզանգեմ, բայց լիքը մենք խոսալու բան ունենք հիշի։ Ինչի մասին։ Ոչ թե ինչի, ապեր, այլ ում։ Մաշայի մասին է խոսքը։ Խոսել ես հետո։ Ոչ թե խոսել ենք, այլ տեսել եմ ու տանտեղն էլ անգիր գիտեմ արդեն ավեր։ Անից որ աղբորդ հետ լավ եղի, որ մեր տուն շուշուտ գնաս գաս։ Ինչի ձեր տուն։ Ապեր, մի հատ տրամաբանի։ Այսօր ես տրամաբանելուց զուրկ եմ։ Այսօր մի տեսակ նեղված եմ ու գորից ահավոր ամաչում։ Լավ, կարճ կոնկրետ, գլուխը չարտուկեմ։ Մենք նույն թաղամասից ենք։ Նենց որ աղբորդ տուն շուշուտ պետքա գնաս գաս, բայց մեր փողոցի սուպերմարկետով, հասկացա՞ր։ Ինչի սուպերմարկետով։ Պարզվեց Մաշան փուճուր քուրիկ ունի, որ չինգաչունգա շատ սիրում։ Ինչ։ Չինգաչունգ, ապեր հիշի։ Ոնց է չլինի փոքր ժամանակ խաղացած կլինես։ Ուրեմն նայ, մտնում ես սուպերմարկետ, առնում ես լիքը չինգաչունգ ու դուրս ես գալիս սուպերմարկետից։ Մաշան ոնց է չլինի հոտի վրա հետևից հետ կգա, հասկացա՞ր։ Ես է գիտեմ լուրջ բան ես ասում։ Նեղացնում ես ապեր, սա շատ լուրջ է։ Ու հիշի, ամեն ինչ չինգաչունգից է սկսում։ Հիմա չէ։ Բարև, գորս, հիմա կասես ուր էիր ես քանի օրը, ինչի չէիր գալիս, չգիտեմ ինչի նման քայլի գնացի, ու չգիտեմ ճիշտ արեցի, որ նման բան արեցի, ես ենքան քո կարիքն ունեմ, դու ինձ հիմա օդ ու ջրի պես ես պետք, ենքան շատ ես պետք, որ անգամ չես էլ պատկերացնում, մոլորվել եմ գոր, քայլ եմ արել, որի համար ամբողջ հոգով զղջում եմ։ Գիտակցությունս ասում է լավ ես արել, բայց հոգիս ասում է սխալ ես արել։ Շատ մեծ սխալ։ Գիտես, սիրտս երկու անգամ զգաց քեզ։ Ես նորից նույն զգացողությունն ունեցա, երբ դու անակնկալ գալիս էիր։ Հանգստություն կա մեջս։ Մի տեսակ հանգիստ եմ։ Չգիտեմ ինչի ատենց, գորս, նորից ուզում եմ տեսնել քեզ, նորից ուզում եմ ձայնդ լսել, նորից ուզում եմ գրկել քեզ, արի, աղաչում եմ արի, խնդրում եմ, գոնե երազումս արի, կարոտել եմ, անտանելի եմ կարոտել, խղճա ինձ։ Արման ջան։ Հա, պապ։ Տեսար գորին։ Հա, տեսա։ Հա։ Ոնց էր, լավ էր։ Դե լավը որն է։ Տղեն նոր է եկել ու շոկի մեջ է։ Չգիտի, ինչ կատարվում է իր շուրջ ճիշտ է թե չէ։ Իսկ խոսեցիք Մանեի մասին։ Հա, խոսեցինք։ Ես ճիշտ էի, չէ։ Ես չգիտեմ ինչ կկատարվի, երբ որ Մանեն իմանա իրականությունը։ Գորնել չի ուզում լսել Մանեի մասին։ Ասում է, որ ամուսնացել է, ուրեմն բարի բախտ իրենց։ Ես չեմ խանգարի։ Ես գիտեի, տղա ջան, գիտեի, որ ոչ մի տղամարդ չի ընդունի, չի հարմարվի այդ մտքի հետ։ Գիտեի։ Այ, եթե դուք չշտապեիք։ Մենք նշան ենք դրել, այդ Մանեն ու Ալեքսն են շտապել։ Մենք չէինք ասում ամուսնացեք, Մանեի հետ դուրս եկան, Մանեն էլ չեկավ։ Այդ դրա սարքածն է ես դրա։
Ես էլ քեզ նման լավ չեմ զգում ինձ։ Ես էլ քեզ նման տանջվում եմ։ Ու քեզ ինչ է թվում, ես այնքան անհոգի մարդ եմ, որ իմ երեխուն չեմ սիրում ու ուզում եմ ազատվեմ ու տամ առաջին պատահածին, հա? Ես շատ բան հաշվի արա։ Հաշվի արա, որ Ալեքսը լավ տղա է, լավ մարդ է։ Մի տարի է մեր կողքին հարազատի պես օգնում է։ Ու ամենակարևորը տղա ջան, ես մտածեցի, որ Ալեքսը սիրում է Մանեին։ Հա, սիրում է։ Դա զգացվում է, սիրում։ Ավելի լավ է մարդ մենակ լինի, քան չսիրած մարդու հետ ապրի։ Հիմա դուք փորձում եք ձեզ արդարացնեք, բայց ինձնից լավ գիտեք, որ դուք ձեր ձեռքով Մանեին դժբախտացրիք։ Բայց որ Մանեն իմացավ գոռը ողջ է, ես չգիտեմ ինչ կանի։ Պապա ճիշտ է ասում, Արման ջան, մենք Մանեի համար լավն էինք ուզում։ Մենք ուզում էինք, որ մեր երեխան երջանիկ լինի, որ իր ընտանիքն ունենա, երեխաներ ունենա, որ այդ վիշտը սրտին չապրի, բալես։ Ալեքսի այդ հարցը կկարգավորի։ Հա, այդ Ալեքսին ձեռնտը տարբերակ է, իր ուզածին հասավ։ Դենց մի ասա տղա ջան, այդ տղան ինչ իմանար, որ գոռը ողջ է։ Մեկը դու կպատկերացնեիր, որ այդ երեխան ողջ է, հա? Կպատկերացնեիր, որ մի տարի հետո կհայտնվի, հա? Այդ երեխան գերեզման ունի, մենք այդ երեխուն թաղել ենք, հասկացի բալես։ Ասա։ Մենք ուշանում ենք։ Ինչի՞ց ենք ուշանում։ Դու կգաս, թե ես գամ հետևից։ Երդվում եմ աղբերես։ Երդվում եմ, որ ձեր թափը ծառունը հենց այնպես չի մնալու։ Երդվում եմ, պատասխան եմ տալու։ Թե ասա ինչի ես եկել ստեղ, պարկե իրելի քո համար։ Սիրտս կտոր ալինում։ Անհնար է ստեղ գալու չգժվել։ Անհնար է։ Ուր է իր Աստված։ Ուր։ Երբ մեզնից խլում էին մեր լավագույններին, ինչի թույլ տվեցիր, որ եռավլուրը քաղաք դառնա։ Հառաչանքի ու ցավի քաղաք։ Սառը, քարե քաղաք։ Այստեղ լույսերը մարեցին, իսկ ցավն ամենուր է։ Օդում մեծ ցավ կա։ Ամեն ընտանիքի հանգած լույսի, ամեն զոհված տղայի կիսատ պատմության ցավը։ Անից վես դու պատերազմ։ Անից վես դու պատերազմ հրահրող։ Անից վես դու։ Արդար չի Տեր։ Արդար չի։ Այս ամենն անարդար է։ Ասա ես էլ քեզ ոնց հավատամ։ Ոնց հավատամ քո արդարությանը, երբ այս ամենն անարդար է։